Երկուամյա Տիգրանի անհետացման պատմությունը միավորել է ողջ հանրությանը, անտարբեր չի մնացել ոչ ոք, ոչ հանրային դեմքերը, ոչ հասարակ քաղաքացիները, ամեն ոք իր ձևով է ապրում այս ցավը աղոթքով, հույսով, գրառմամբ կամ օգնությամբ որոնումներին, սոցիալական ցանցերը բողոքված են մեկ աղոթքով, թող գտնվի Տիգրանը ողջ ու առողջ։ Դեպքին իր հույզերով արձագանքել է նաև դերասանուհի Անահիտ Մանուկյանը, նա գրել է. Հրաշքները հեքիաթներ չեն, վստահ եմ, որ բոլորս ենք սպասումով լցված ու հրաշքի սպասումով, այն ինչ անբացատրելի ա մարդու կողմից կբացատրվի Աստծո գործով ու ամեն օր լուրերին սրտատրոփ սպասող մեր աչքերին ու ականջներին թող վերջապես լույս գա։ Չգիտեմ ինչի այսօր էմոցիաներս պիկին հասան, ամեն մեկս օրվա մեջ մեր ներսում աղոթք խնդրանք հղենք Աստծուն, հրաշքներ լինում են։ Ծառայողներից մինչև կամավորներ, օր ու գիշեր թափած ամեն կաթիլ քրտինքի, հույսի ու որոնողական աշխատանքների համար իրենց օրհնությունն ու ուժը կստանան, վստահ եմ, գրել է դերասանուհին։ Նրա այս խոսքերը խորապես հուզել են հետևորդներին։ Մեկը գրել է. Տիգրանը հիմա բոլորիս երեխան է, մենք բոլորս նրա կողքին ենք, իսկ մյուսը աղոթում եմ ու միայն հրաշքի եմ սպասում, համայն ցավի, հույսի և համախմբման մեջ մարդիկ սպասում են մեկ բանի՝ Տիգրանի վերադարձին։ Նշենք, որ մայիսի 12-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում անհայտ կորած համարվող երկուամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Որոնողական աշխատանքներին ներգրաված են մեծաթիվ ուժեր փրկարար ծառայությունից և ոստիկանությունից։ Որոնողական աշխատանքներին են միացել բազմաթիվ կամավորներ, տարբեր վարկածներ են շրջանառվում, երեխայի ծնողները կասկածում են, որ երեխան հնարավոր է գետն ընկած լինի։ Արդեն 8 օր է հարազատները, փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները որոնում են երկուամյա Տիգրանին։ Փոքրիկը կորել էր անցած կիրակի, մինչև այս պահը նրա գտնվելու վայրն անհայտ է։ Կասկած կա, որ երեխան անզգուշաբար ընկել է իրենց տան մոտով անցնող Մարմարիկ գետը։ Փրկարարներն անգամ ծանր տեխնիկա են մոտեցրել գետին, դուրս են բերում խողովակներն ու մեծ քարերը։ Գետի երկայնքով մինչև աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում որոնողափրկարարական աշխատանքին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, ջրափրկարարներ, կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ, ոստիկանության աշխատակիցներ, գյուղի և հարակից համայնքների բնակիչներ։ Նշենք նաև, որ 3 Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մատուցված պատարագին ներկա էին նաև Մարմարիկ գյուղում օրեր առաջ կորած փոքրիկ Տիգրանի ծնողները։ Սրբազան հոր կարգադրությամբ թեմի բոլոր եկեղեցիներում պարբերաբար կկատարվի աղոթք կորած երեխայի շուտափույթ գտնվելու հավատով։ Նշենք նաև, որ երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն Մարմարիկ, այլ նաև հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ։ Օրեր շարունակ փրկարարներին են միացել նաև բազմաթիվ կամավորականներ, այդ թվում ռաֆտինգին Արմենիայի և Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի մեծ թվով անդամներ, տեղեկացրել է Շամշյան.com-ը։ Վերջիններս այսօր նույնպես շարունակում են որոնողական աշխատանքներն անգամ գետի ուժեղ վարարման և անձրևի պայմաններում, նույնիսկ որոշ անանցանելի հատվածներում ռաֆտինգին Արմենիայի և Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի անդամները վտանգում են իրենց կյանքը։ Ցավոք, մինչ այս պահը երեխայի հայտնաբերման վերաբերյալ ոչ մի լուր չկա։ Մոտ մի քանի կիլոմետր երկայնքով քաղաքացիները, փրկարարները, պարեկներն ու քրեական ոստիկանները շարունակում էին որոնողական աշխատանքները և ոչ միայն հատուկ նշանակության աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակն էր մասնակցում, ով ի դեպ մի քանի անգամ Մարմարիկ գետի երբեմն ավելի վտանգավոր տեղանքներում էր որոնողական աշխատանքներ կատարել, այնպես էլ Սևանի ջրափրկարարական ջոկատի ջրասուզակը։ Ջրասուզակների աշխատանքը բավականին լարված ու վտանգավոր էր, քանի որ գետը որոշ հատվածներում բավականին վարար էր ու մեծ դժվարություններով էին ջրասուզակներն այդ հատվածներում որոնողական աշխատանքներ կատարում։ Այս պահին էլ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Մայիսի 12-ի վաղ առավոտից նոր ուժով ու նույն ինքնազոհաբերումով շարունակվում են Մարմարիկ գյուղում երկուամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։ Հիշեցնենք, որ փոքրիկն անհետացել է մայիսի 4-ին իր տան մոտակայքով հոսող Մարմարիկ գետի տարածքում։ 10-ից ավելի փրկարարական խմբեր, ոստիկանության աշխատակիցներ, կամավորներ ու տեղացիներ
1 շաբաթից ավել է օր ու գիշեր որոնում են նրա հետքը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ այսօր մայիսի 12-ին որոնողական աշխատանքներին կրկին ներգրավել են հարյուրավոր փրկարարներ ու ոստիկաններ մարզային և կենտրոնական ստորաբաժանումներից։ Ներգրաված են նաև ջրափրկարարական ուժեր, շների ուղեկցությամբ կինոլոգներ, իսկ գետի վրայից ու երկայնքով օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր տեսադիտարկման նպատակով։ Հատուկ տեխնիկայով շարունակվում են մարմարիկ գետի անկյունների մաքրման գործընթացը, հանվում են խողովակներ, մեծ քարեր, մաքրվում են խճաքարային հատվածները։ Տեղում աշխատում են նաև կամավորական խմբեր, Ռաֆթինգին Արմենիան և Հայաստանի զբոսաշրջային ռաֆթինգի ֆեդերացիայի անդամները, որոնք իրենց անվտանգությունը մի կողմ դնելով որոնում են նույնիսկ դժվարամատչելի ու վտանգավոր տարածքներում։ Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն անդրադառնալով նաև վերջին օրերին տարածված աղմկահարույց լուրերին, թե իբր երեխայի լացի ձայն են լսել զանգի ընթացքում, նշել է. ճշտվել է ահազանգողի ինքնությունը և պարզվել է, որ տվյալ անձն անչափահաս երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի։ Հիմա որոնողական աշխատանքներն ընթանում են զուգահեռ ինչպես գետահովտում, այնպես էլ հարակից անտառապատ ու բնակելի հատվածներում։ Ոստիկանությունը բացի որոնումներից շարունակում է վերլուծել տարբեր վարկածներ բացառելու որևէ դիտավորությամբ կամ անզգուշությամբ կատարված հանցագործության տարբերակ։ Տեղացիները, որոնման մասնակիցներն ու առավելապես փոքրիկի ծնողները հյուծված, բայց դեռ հույսով ու աղոթքով լցված, օրեր շարունակ չեն լքում տարածքը։ Նրանք մասնակցում են նաև եկեղեցական պատարագների, աղոթում իրենց որդու ողջ և անվնաս գտնվելու համար։ Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչարիս վանքում արդեն մի քանի օր է շարունակ անցկացվում են հատուկ աղոթքներ Տիգրանի անվամբ, որոնց մասնակցում են հարյուրավոր հավատացյալներ։ Հայաստանի ամբողջ տարածքում մարդիկ սրտատրոփ հետևում են այս պատմությանը, հուսալով, որ փրկարարների և Աստծո կամքով այս փոքրիկը ողջ ու առողջ կգտնվի։ Իսկ մինչ այդ յուրաքանչյուր ժամ կարևոր է, յուրաքանչյուր լուր սպասված և յուրաքանչյուր աղոթք հավատով լի։